Ուրեմն առաջին հարցը վերաբերվում է հենց ուկրաինական համաձայնագրի 28 կետերին, ուզում էինք հասկանալ ինչ կարելի է ակնկալել այս պայմանագրից ու ինչ ռազմաքաղաքական զիջումների ստիպված կլինեն գնալ կողմերը։ Դե նախ ինքը այդ կետերը, որոնք հայտնվել են դեռ տենց բավականին նախնական տպավորություն են թողում։ Այսինքն այդպես ինչ-որ ասել, որ այ վերջնական սա ձևակերպված տարբերակ է, ես կարծում եմ դեռ վաղաժամ է։ Այդ առաջինը։ Տարբերությունը համեմատ մյուս փուլերի, երբ որ Տրամփի վարչակազմը փորձում էր կարգավորել կոնֆլիկտը, նրանում է հիմնականում, որ առաջի անգամ մաքսիմալ հաշվի են առնված ռուսական կողմի պահանջները, որոնք կապված չեն տարածքային հարցերի հետ։ Որովհետև նախկին փուլերում Տրամփի վարչակազմի մոտեցումը մեկ իրանք փորձում էին ուղղակի պատերազմը դադարեցնել առանց էլի այդ փաթեթային ինչ-որ տարբերակների կարգավորման կամ կենտրոնացած էին հիմնականում տարածքային հարցերի վրա, այսինքն դե գիտենք նախկինում այդ հնչել է, որ Դոնբասի այդ Դոնեցկի մարզի տարածքներից, որոնք հələ որ ուկրաինական կողմը վերահսկում է, որ պիտի զորքերը դուրս բերեն։ Բայց հատիան նայում է, որ այս կոնֆլիկտի մեջ ռուսական կողմի պահանջները ոչ պակաս կարևոր են դրանք, որոնք ուրիշ ոլորտում են, էլի, այսինքն դա նախ եւ առաջ ավելի լայն փաթեթային պայմանավորվածություն արևմուտքի հետ ՆԱՏՕ-ի շուրջ, նույն Ուկրաինայի հետ կապված, որը ռուսական կողմը պահանջում է, ու իհարկե դա ուկրաինական զինված ուժերի սահմանափակումն է հնարավորությունների։ Հիմա այս տարբերակի առանձնահատկությունն է, որ այդ հարակից պահանջները ռուսական կողմի մաքսիմալ իր մեջ ներգրաված են։ Բայց միաժամանակ չնայած թվում է, որ ինքը ասենց ավելի շատ ոնց որ ռուսամետ է, այսինքն ավելի շատ է ռուսական պահանջները մեջ հաշվի առած, կան որոշ բաներ առանձնահատկություններ, որոնք բալանսավորում են։ Ինչի, որտեղ օրինակ նույն տարածքային հարցը, այնտեղ կա կետ, որ Դոնեցկի, Լուգանսկի մարզերը ուղղի միանալը Ռուսաստանին, ուկրաինական կողմը պետք է ճանաչի դե ֆակտո։ Դա շատ կարևոր բան է, էլի, որտեղ դա նախ հեշտացնում է ուկրաինական կողմին դա անել, որտեղ դե յուրե իրենք պետք է հանրաքվե էլի իրականացնեն, որ տարածքներից հրաժարվեն։ Ու բացի դրանից էլ դա ռուսական կողմի համար է վատ, որտեղ դե ֆակտո փաստացի իրենք առանձին վերահսկում են էլի այդ տարածքները, այսինքն իրաց այդ ցանկալի կներ, որ իրավական դառներ։ Նույնը կապված է ռուսա-ուկրաինական բանակի հետ, որտեղ այնտեղ նշված է այդ կետերում, որոնք հրապարակվել են, որ պիտի 600,000-ով սահմանափակվի քանակությունը։ Դե նայում է, որ մինչև պատերազմը ուկրաինական բանակը ավելի փոքր էր, այսինքն 250,000-ի կարգի էր։ Եթե ես չեմ սխալվում, ռուսական կողմը 22 թվականի գարնանի բանակցությունների ժամանակ իրանք լրիվ ուրիշ թվերի վրա էին էլի պահանջում, այսինքն իրանք ուզում էին, որ 70-80,000-ի կարգի լինի քանակությունը։ Այսինքն այստեղ դες որոշակի բալանսավորում կա, էլի, որը մի կողմից թվում է, որ Ռուսաստանի պահանջները հաշվի են առած, բայց ինքը ոնց որ մեղմացրած է ուկրաինական կողմի համար։ Եմի ինչ վերաբերվում է հնարավորություններին, թե ինչքանով է ցախ կարող վերածվի խաղաղության եւ այլն, այստեղ ինչ խնդիրներ կան։ Մի կողմից ուկրաինական կողմի համար դիմադրել այդ պահանջներին ավելի դժվար է, քան նախկինում։ Այդ կետերին ավելի դժվար է, քան նախկինում, որտեվ նախ ռազմական իրավիճակը իրաց օգտին չի զարգանում, երկրորդը ու հատկապես վերջի շրջանում էլի դեպի վատն է փոխվել։ Երկրորդը որոշակի դեր է խաղում այդ կոռուպցիոն հայտնի ճգնաժամը, որ Ուկրաինայում մի տեղ է ունենում, որը Զելենսկու դիրքերը թույլատնում է ու ինչ որ թե իրան ավելի խոցելի է էլի դարձնում հնարավոր ճնշմանը։ Բայց միաժամանակ այստեղ process-ներ կան, որոնք կարան հիշեցնեն մեր հայկական process-ները, էլի 20 թվին, 21, 22, 23 թվականներին։ Միաժամանակ ներքաղաքական պատճառներով Ուկրաինայի իշխանություններին էլի մնում է շատ դժվար գնալ այդ զիջումների։ Այսինքն շատ արագ օրակարգում կդրվի իրանց իշխանության մնալու հարցը, էլ ընդհանրապես։ Այ այդ ոնց որոշակի հակասություն կա, էլի մի կողմից ուկրաինական կողմի դիրքերը թուլանում են գնալով ու հավանականությունը զիջումների գնալու մեծանում է։ Մյուս կողմից այդ թուլությունը հենց դա ինքը դժվարացնում է, էլի զիջումների գնալ, որովհետև զիջումները իրանք պահանջում են ուժեղ աջակցություն ունեցող իշխանություն։ Այստեղ այդ բանը գոյություն չունի, էլի։ Այդ հիմիկվա այս բանը, այդ
պրոբլեմն է իրաց դերքին, էլի ոնց կդես դա հետագայում կզարգանա, նախկինում ուկրաինական կողմը կիրառել է ասած բարդավարություն, այսինքն երբ որ իրաք ստացել են այդ ամերիկյան տարբերակը, իրանք սկսել են բանակցել ու ինչ որ իրանք առաջարկներն են մտցրել մեջը Եվրոպական միության աջակցությամբ, որը ասած ասենք մեղվացրել է այդ ռուսական կողմի դիրքի պահանջների հաշվի առումը ու բերել է ռուսական կողմը արդեն հրաժարվել։ Հիմա չի բացառում, որ նույն բանը կփորձվի էլի կրկնվել, էլի ուկրաինական կողմից ու ինչ որ փոփոխություններ կմտցվեն, որոնք կնվազեցնեն գրավչությունը էլի այդ նախագծի ռուսական կողմի համար։ Տեսնենք, հələ այս շաբաթվա ընթացքում կերևա, էլի ոնց կզարգանան իրադարձությունները։ Պարոն Հարությունով մի հարց էլ տամ էլի կետերից, ուրեմն կետերից մեկում ասում են, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելը կախված է դաշինքի բոլոր անդամների կոնսենսուսից, որը այս պահին գոյություն չունի, բայց ինձ թվում է բոլորս էլ գիտենք, հա, որ ռուս-ուկրաինական պատերազմին հիմքերից մեկը Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկությունն էր։ Հիմա ինչ եք կարծում, այս Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունները ոնց կզարգանան Ռուսաստանի ճնշումները։ Իրականության մեջ այդ ՆԱՏՕ-ի կետը ամենահեշտն է Ուկրաինայի համար զիջելու տեսակետից։ Ինչի, որտեղ չնայած Ուկրաինան միշտ ձգտել է պաշտոնապես էլի հայտարարել է նրան, որ ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցելու։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը երբեք ռեալ չի դիտարկվել այդ երկրի։ Ինչի, որտեղ ՆԱՏՕ-ի դերսը եղել է միշտ ուժեղ ընդդիմություն դրան։ Ու ԱՄՆ-ն էլ միշտ չի, որ ուժեղ ճնշում է գործադրել իօգուտ նա, որ այդ իրավիճակը փոխվի, այսինքն իրաց դիրքորոշումն էլ դատավորվել է, էլի դառնում, այսինքն եվրոպական անդամները ՆԱՏՕ իրենք միշտ դեմ է եղել Ուկրաինայի անդամակցությանը, որովհետև այն ժամանակ էլ, իսկ հիմա առավել եւս ակնհայտ է, որ Ուկրաինան այդ անդամակցությունը բլոկի, դա համենամեխանիկորեն կնշանակի, որ պատերազմ կա լինում Ռուսաստանի հետ։ Այսինքն բարձր որ եվրոպական անդամները ամեն ինչ կանեն, որ խուսափեն, էլի նման իրադարձությունների զարգացումից։ Հա, ես մի հատ բաներ նշեմ, դուք լավ հիշեցրեցիք, էլի, այդ դրական կողմերի մեջ Ուկրաինայի համար, որ ես նշեցի, էլի, այդ դե յուրե որ չի պահանջում տարածքային զիջումները, բանակի քանակը, կա մի հատ կետ էլ, դա Եվրամիության անդամակցելու համակարգի մեջ։ Հա, իհարկե, դա շատ կարևոր է, որտեղ իրականության մեջ նախ Եվրամիությունը ինքը իր մեխանիզմները ունի ռազմական աջակցության, այսինքն իրան անդամակցելով էլի կարաստանա, էլի Ուկրաինան օգնություն այդ գծով, ու դա էլի հակասում է ռուսական պահանջներին, որոնց նպատակն էր, որ Ուկրաինան լինի առնվազն նեյտրալ, իսկ մաքսիմում պրոռուսական, էլի երկիր դառնա։ Դրա համար էլի այդ բալանսը կա, էլի վերադառնալով ձեր հարցին ՆԱՏՕ-ի կապված, էլի ասում, ստեղ դա ամենահեշտ հարցն է, որտեղ իրական ռեալ որպես ինչ-որ պրակտիկ պրոցես այդ հարցը երբեք չի դիտարկվել ՆԱՏՕ-ին անդամակցելու, էլի։ Այստեղ իհարկե ռուսական կողմը մի լուրջ խնդիրներ ունի ինչ բնույթի։ Այս մարտական գործողությունների արդյունքում Ուկրաինան ավելի մոտիկացավ ՆԱՏՕ-ին, որովհետև իրանց բանակը նախ ավելի մոտ է ՆԱՏՕ-ի ինչ-որ մոտեցումներին եւ այլն, բացի դրանից իրանք հսկայական ռազմատեխնիկական համագործակցություն ունեն, էլի հիմա։ Ու այդ կետն էլ չի հասցեագրված այդ պայմանավորվածության մեջ։ Դե ուղղակի կա, որ այդ 28 կետի մեջ էլի, այնտեղ ուղղակի կա այդ հրաժարումը անդամակցությունից, որ էլ ասում եմ իրական կյանքում չի դիտարկվել, էլի, ու այն որ ՆԱՏՕ-ն զորք չի տեղադրի տեղակայի Ուկրաինայի տարածքում, բայց մյուս կետերի մասին օգնության եւ այլն այնտեղ խոսք չկա։ Ռուսաստանի համար այստեղ մենակ դրական այն է, որ իրանք ստանում են պաշտոնական էլի հավաստիացում ՆԱՏՕ-ից, որ ընդլայնում չի լինի։ Այսինքն ՆԱՏՕ-ն ոչ ուղղակի համաձայնվում է ընդունել, որ գոյություն ունի որոշակի ռուսական ազդեցության գոտի, որում ինքը էլ իր գիծը չի խոթում, էլ անդամակցության տեսակետից ճակերտավորել է, ասենք, այդ է, որ այստեղ ռուսական կողմի պահանջները հաշվի են առնված, բայց էլի այստեղ էլ լուրջ խնդիրներ կան, ինչ բնույթի, գիտեք, որտեղ այդ կետը, որ իրականություն դառնա, բացի Ուկրաինայի պահանջից, բացի Ուկրաինայից, որը պետք է իրականացնի դա, այսինքն պետք է սահմանադրության մեջ ֆիքսի եւ այլն, ինչը էլի առանձին պատմություն է, որտեղ էլի հարակվեա պահանջելու ստերոպտին, կամ առնվազն խորհրդարանի այդ տեխնիկապես ինչ չեմ համաստատվում, բայց ինքը էլի նախագահի որոշումով մենակ չի ստացվում, էլի անել, որտեղ այնտեղ պահանջ կա, որ սահմանադրեն, էլի դա ֆիքսվի, բայց մատերիալից էլի Եվրոպական միությունը պետք է իր դեր խոսք ասի, որտեղ խոսքը գնում է նրա մասին, որ եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ պետք է հավաքվեն ու այդպես որոշում էլի կայացնեն։ Այսինքն այստեղ էլի Տրամպի վարչակազմը պրոբլեմա ունենալու Եվրամիությանը այդ ամեն ինչի մեջ համոզելու։
Դրա համար եթե մենք ոնց որ ամփոփենք էս, եթե դուք էլ ինչ որ այդպես կոնկրետ հարցեր ունենաք, կետերի հետ կապված ես կասեմ, էլի, բայց եթե ամփոփենք ինքը sense այդ սաղ այդ 28 կետը ունի sense մի հատ խնդիր, էլի, ինքը մի կողմից շատ մոտ է ոնց որ կողմերի պահանջների ինչ որ բալանսի, իհարկե Ուկրաինայի լուրջ զիջումների էլի հետ մեկտեղ ի վնաս է, էլի հիմնականում Ուկրաինայի, ու դա բնականաբար որտեղ էլ ասում են պատերազմը իօգուտ իրանց չի ընթանում հիմա, բայց ինքը միաժամանակ այնքան շատ ունի տարբեր տեխնիկական կետեր, որոնք տարբեր փուլերում կարող խափանեն, էլի ինքը process-ը։ Ու դա դարապես ուկրաինական կոնֆլիկտի բաներից է, էլի, համակարգային խնդիրներից է կարգավորման առումով բարդացնող, էլի իրան խնդիրներից է, որովհետև ինքը այնքան շատ գործոններ ու գործող կողմեր ունի, որ այդ սա համադրել ու միաժամանակ որ այդ սա աշխատի օգուտ խաղաղության շատ դժվար է։